Մինչ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուները փորձում են իրենց կողմը գրավել քաղաքացիներին եւ միմյանց վատաբանելու առիթ բաց չեն թողնում, Ամերիկայի ձայնի աշխատակիցները փորձել են պարզել, թե ում են սատարում ամերիկահայերը։ ԱՄՆ-ում ամենամեծ հայկական բնակչությունն ունեցող նահանգի Կալիֆոռնիայի բնակիչները ուղղորդվում են Հայոց ցեղասպանության ճանաչման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ երկրի բնակչության միջին խավի համար նոր աշխատատեղեր ստեղծելու վերաբերյալ նախագահի թեկնածուների դիրքորոշմամբ։ Կփափակենք, որ անպայման overall պիտի ընդրվի, overall թեկնածում եւ պիտի ընդրվի նախագահ իբր նախագահ Ամերիկայի ճանաչի հայկական ցեղասպանությունը ասիկատիվ մեկ պայմանն է մեզի համար եւ երկրորդ աշխատանքներ ստեղծվի ժողովրդին համար որպեսի բարելավի միջակ տասագարքի ժողովրդին պայմանները բարակաները մեզ կարևորը մեր Ղարաբաղյան հարցի ճանաչումն է մեզ կարևորը մեր 100-ամյակի գենոսայդի ճանաչումն է որոնք ամեն առիթներով սկզբնական շրջանին ընդունում են վերջը, որ աստիճանի բարձրացում ունենան, ուրանում են։ Բոստոնի հայ համայնքին հուզում է նախագահի թեկնածուների գործելավոճը։ Ոմանք նախընտրում են Քլինթոնին նրա հարուստ քաղաքական փորձի համար։ Մյուսներն էլ կարծում են, որ Թրամփի ձեռնարկատիրական գործունեությունը կարող է երկրի տնտեսական աճի ուղի հանդիսանալ։ Ես քվեարկելու եմ Հիլարի Քլինթոնի օգտին, քանզի նա ամենապատրաստված թեկնածուն է, ի շնորհիվ ներքին եւ արտաքին քաղաքական փորձի։ Ուզում եմ ասել, որ ես քվեարկելու եմ Դոնալդ Թրամփի օգտին, քանի որ ես հոգնել եմ քաղաքականությունից եւ թե ինչպիսին է այն եղել անցած տարիների ընթացքում։ Ես իսկապես վստահ չեմ, թե ում օգտին եմ քվեարկելու։ Երկու թեկնածուներն էլ իրար նման են։ Ոչ մեկին հակված չեմ եւ կարծում եմ, որ երրորդ կողմի օգտին քվեարկելիս պետք է ռազմավարական որոշում լինի։ Թեև Հայաստանի մայրաքաղաքի բնակիչները ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք չունեն, այնուամենայնիվ նրանցից շատերը այս հարցում հետաքրքրություն են ցուցաբերում։ Ոմանց ընտրությունների արդյունքը բացարձակ չի հուզում, մյուսներն էլ պարզապես անտեղյակ են։ Ստեղ ենք ապրում, ինչն է սա պետք, որ մեր ղեկավարությունը չեն անում, որ մեկ էլ Ամերիկայի ղեկավարությունը հետաքրքրվում։ Քլինթոնը նախորդ նախագահի կինն էր, Թրամփը միլիոնատեր է Ամերիկայում, նախագահի թեկնածուներ են։ Ընդհանուր ասենք հետևում ենք, բայց կոնկրետ ես ուզում եմ Քլինթոնը լինի։ Այդքան բան։ Ինձ համար միևնույն է, որովհետեւ մեր երկրի համար ինձ թվում է ոչինչ չի փոխվում։ Ամերիկայի ձայնին հարցազրույց տված հայերի կարծիքը գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ ընդհանուր առմամբ նաև բնութագրում է ամերիկացիների դիրքորոշումը ընտրությունների շուրջ։ Ենթադրելով ընտրապայքարի ժամանակ հնչած աղմկահարույց արտահայտություններից, տեսանյութերից, ձայնագրություններից եւ նույնիսկ հետաքննություններից մինչև ընտրության օրը նոյեմբերի 8-ը դեռ շատ կարծիքներ կարող են փոխվել։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։